Միտքը լույսի արագությունից արագ է։ Մտքի արագությունը շատ ավելի մեծ է։ Եվ ինչպես լույսը մենք տեսնում ենք թե ծագելը, թե տեղ հասնելը, այդպես էլ միտքը մենք չենք զգում, թե ինչպես մուտք գործեց մեր մեջ։ Շատ արագ մտնում է մեր մեջ եւ հասնում է մեր սիրտ, բնականաբար տագնապը հոգու մեջ է առաջանում, մտքից ծնվում է եւ հոգու մեջ տարածվում է տագնապային վիճակը։ Նույնպես բարի խորհուրդները, բարի մտքերը, բայց այդ բոլոր բարի հոգու մտքերն ու խորհուրդները սրտից են ծնվում, ոչ թե մտքից։ Հիմա մենք երբ ենք տեսնում, երբ ենք ճանաչում միտք, երբ որ միտքը տեղ է հասնում, ոչ թե որ երբ որ մեր մեջ է մտնում, այլ երբ որ տեղ է հասնում, այսինքն մեր մեջ տագնապ առաջացավ, եւ մենք չենք հասկանում, որտեղից է տագնապը, չկար տագնապ, որտեղից առաջացավ այս անհանգստությունը, վախը, հուսահատությունը, բնականաբար ամեն ինչ մտքից է ծնվում, միտքը ծնողն է, զգացումը, ապրումը, տագնապը, վախ ծնունդն է։ Մենք չենք կարող մտքի արագությունը կանխել կամ տեսնել կամ վերահսկել մտքի արագությունը, որը միտքը շատ արագ է։ Մենք ստիպված ենք մտքի հետևանքները վերացնել, Ինչպես ենք վերացնում կամ ինչպես ենք ճանաչում։ Ես սկսում ենք սուրբ գիրք ընթերցել։ Դավիթ Մարքն ասում է. Տեր, քո խոսքերը լույս են իմ ճանապարհին։ Երբ որ մենք սուրբ գիրք ենք ընթերցում, մեր հոգին սկսում է լուսավորվել։ Եվ եթե մենք իմաստուն լինենք, կտեսնենք, թե որտեղից եկավ այդ միտքը, ինչպես լուրերը լսում ենք, այսօրվա լուրերը լսում ես, դու չես պատկերացնում, դու չես էլ նկատում, թե ինչպես քո մեջ տագնապ առաջացավ։ Ենթագիտակցորեն այդ ամբողջ ինֆորմացիան, որ մեր մեջ մտնում է, մեր մեջ տագնապ առաջացնում, վախ առաջացնում, հուսահատություն առաջացնում։ Հիմա, որպեսզի այդ տագնապը վերացնենք, պետք է աղոթք անենք, հանենք աղոթք, աղոթքով հանենք այդ վախն ու տագնապը, որպեսզի կարողանանք վերահսկել, որպեսզի մենք տագնապներ չունենանք, մենք ինքներս պետք է լավ ճանաչենք մեզ, ճանաչիր ինքդ քեզ, ինչպես պետք է ճանաչես, պետք է տեսնես, ինչից է այդ տագնապը գալիս, որտեվ կրկնվող են այդ բոլորը, մեր թույլ տեղերը մենք մեզ պետք է լավ իմանանք, մենք ինչից ենք կաղում, ինչից ենք թերի, ինչից ենք մենք տագնապի մեջ ընկնում, ինչից ենք վախենում, ինչից ենք հուսահատվում, մենք ինքներս լավ պետք է ճանաչենք, այ մարդը ինչից է վախենում, իր հիշողություններից, հիշողությունները ահավոր ծանր ազդեցություն են մարդու վրա, ուրեմն մարդը դեռ իր հիշողության դարանները, դարակները իր հոգու, այդ աշխարհը դեռ չի սրբագրել, սրբագրել չէ, ինչ պետք է նստի մի հատ վեր հանեի, մանկությունից կան հիշողություններ, չէ, այսինքն խոստովանի, ապաշխարի, սրբագրի իր հիշողությունը, որպեսզի անցյալի դեպքերն, իրադարձությունները իրեն անընդհատ չայցելեն եւ խաղաղությունը չխլեն, չխռովեն իր հոգին։ Հիմնականում չարը այսպես է, այսինքն ինչ-որ նյութ պետք է ինքը ունենա։ Իսկ այդ նյութը մեզնից է վերցնում ինքը։ Մտքի միջոցով գցում է մեր սիրտ ու սկսում է մեզ տանջել, տագնապել։ Մենք չենք կարող մտքի արագություն ունենալ, ոչ էլ կարող ենք միտքը կանխել, բայց կարող ենք ինքնես մեզ լավ ճանաչել։ Գիտենք, որ այստեղից է հարվածը լինելու, որտեվ շատ այդ նույն տեղից մեզ հարվածել։ Ուրեմն այդ տեղը մենք ապահովագրենք, հիշողությունը սրբագրենք, ուժեղ պաշտպանություն դրենք, մենք խփի, բայց չի անցնի մեր։ Մեկ անգամ կվախեցնի, երկրորդ անգամ էլ չենք վախենա։
Պողոս Ադրիանապոլսեցին ասում է իմաստուն մարդը ուրիշի սխալների վրա խոսում, գեր իմաստուն մարդը։ Իմաստուն մարդը իր սխալների, հիմա ասում է ոչ ուրիշի, ոչ իր սխալների վրա չի սովորում։ Անընդհատ նույն սխալն անում է, նույն տագնապն ու վախ ունենում է մտքից, ազդեցությունից եւ գիտի որտեղից է, գիտի ինչ թեմայով է, գիտի իր թույլ կողմը որն է, բայց չի համարացում այդ թույլ տեղը։ Ամրացու թույլ տեղը։ Մի հիշիր, հեռացրու վանի քեզանից, գնահատիր, դու որն ես գնահատում, քո անցյալ հիշողությունների վախերն ու տագնապները, թե քո հոգու խաղաղությունը։ Եթե դու ավելի ես գնահատում քո հոգու խաղաղությունը, ուրեմն սրբագրի քո հիշողությունը հակի այդ բաց տեղերը եւ կտեսնես, որ մտքի արագությունը անգամ քո վրա չի կարող ազդել, որտեղ դու ամուր վահան ունես, պաշտպանվածություն ունես, զրահ ունես, հոգիդ ամրապնդված, սիրտը պահպանված է եւ մտքի արագությունն էլ քեզ չի վնասում։ Ուրեմն միշտ պետք է առույթ արթուն լինենք, ինչպես մեր Տերն ավետարանում ասում է, արթուն եղեք, անդադար աղոթեցեք։ Ամեն